Հարգելի հայրենակիցներ, ես կուզեմ շատ փոքր բան մեզ բոլորիս հիշեցնեմ։ Այն ինչ հիմա տեսնում է ամբողջ ազգը, ամբողջ աշխարհը, դա խայտարակություն է մեր համար։ Բայց այստեղ մենք ավելի մեծ խնդիր ունենք, որը վստահ եմ ազդելու է սերունդների վրա, որովհետև ցանկացած հայրենասեր հայորդի, ով կուզենար երազեր նմանվեր Սամվել Կարապետյանին, իմանալով այն բոլոր գործողությունները, ինչ արել է պարոն Կարապետյանը, վստահ եմ, արդեն սկսելու են մտածել, արդյոք արժի անել, թե ոչ, որովհետև մի մարդ, ով իր կյանքի գերակշիռ մասը նվիրել է իր ազգին, իր հայրենիքին, կատարել է բազմաթիվ ու բազմամիլիոնանոց ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, ու ամենակարևորն այստեղ այն է, որ ներդրումների գերակշիռ մասը չի եղել որպես բիզնես, այսինքն չի ունեցել նպատակ գումար աշխատելու, այլ ընդամենը եղել է ցանկություն օգնելու իր հայրենիքին ու իր հայրենակիցներին։ Ու ես վստահ եմ, եթե արտարությունը չհաղթի, մենք ունենալու ենք բավականին լուրջ խնդիր, այլևս ոչ մի հայրենասեր հայորդի չի ուզենալու կանգնել հայրենիքի կողքին, ու իր կյանքը շարունակելու է հայրենիքից դուրս։ Բայց ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում հաղթելու է արտարությունը, առանց որի հնարավոր չի լինի ապրել, և շատ մեծ հույս ունեմ, որ արտարությունն ու արտարադատությունը գերիշխելու է Հայաստանի Հանրապետությունում շատ մոտ ապագայում։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն! Ազատություն! Ազատություն!